Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչ դիրքորոշում ունեք այս գործընթացների վերաբերյալ։ Ես ամբողջ կյանքս առաջնորդվել եմ առաքելական եկեղեցու դժվար պահերին Հիսուսի Վրա եղել միշտ առաքելական եկեղեցի գաղափարասված եմ։ Բնականաբար պարոն Կարապետյանի հետ լիովին համաձայն եմ։ Պետք է մենք պահենք մեր հոգևոր արժեքները։ Ինչպես եք գնահատում Փաշինյանի հայտարարությունները, հենց այդ հակաեկեղեցական։ Աստված ինձ խելք է տվել գնահատեմ պարոն Կարապետյանին։ Ոնց կարող եմ, չեմ կարող Փաշինյանը մի ամբողջ գնահատեմ։ ազգ է ներկայացնում, այնուամենայնիվ նա մի ամբողջ ազգ է ներկայացնում։ Այդ ազգի մեջ ես էլ եմ մտնում։ Իհարկե։ Ինձ էլ է ներկայացնում, բայց իմ մոտեցումը դա չի։ Այդ այլ հարց եմ շատերի։ Ես ձեր հարցերին կարծում եմ պատասխանեցի։ Այնուամենայնիվ, եթե այսօր Սամվել Կարապետյանին կալանավորեն, հետագա գործունեությունը, ժողովրդի քայլերը ինչպես եք պատկերացնում, դուք ինքնայդ ինչ կարող եք անել։ Եթե ինձ չկալանավորեն, ես էլ եմ անպայման լինելու եմ այնքան մինչև մեր պարոն Կարապետյանին ազատ արձակել։ Այսինքն նույնիսկ պատրաստ եք դատարանի բակում մնալ կամ գնալ։ Միանշանակ։ Իհարկե։ Տարիներ առաջ այսպիսի բան եթե արվեր, ինչ կկատարվեր, հա, ժողովրդի պասիվությունը նաև շատերի մտահոգում։ Քաղաքականացից հարց տվեցիք, ես ասեցի իմ դիրքը ուրիշ է։ Ես եկել եմ այստեղ, ես հավատքով եմ, երբեք չեմ կոտրվել, երբեք դեմ չեմ գնացել Տիրոջը, ինչքան էլ դժվար է եղել ինձ, ու այսօր տեղի է ունենում այն ինչ որ մեկանատես ենք լինում։ Ես այստեղ եմ մեր պարոն Կարապետյանի կողքին լինելու, մի հատ sense ցոնենի հատիկ sense իր կողքը եթե կարող եմ ինչ որ բանով օգտակար լինել իմ լինելիությամբ, ես այստեղ եմ։ Իսկ իր գործունեության հետ կապված ինչ կարող եք ասել Սամվել Կարապետյանի, ասում են, որ մեծ գործարար է, բարերար է, բայց ես ակնհայտ տեսել եմ, զգացել եմ։ Ես շատ փոքր մարդ եմ, ինչ որ բաներ ասում։ Դա անգամ իր ազգանունը տալուց երբեմն ես մտածում եմ, տամ թե չտամ։ Այդքանից իրան հարգում ու սիրում եմ։ Նիկոլ Փաշինյանը Արցախում Սամվել Կարապետյանին գովեց եւ կարծես նրանց հարաբերությունները այդքան էլ բացասական։ Տեսել եմ։ Բա հիմա ի՞նչն է խնդիրը, որ կանգնել էի պաշտպանություն եկեղեցու։ Միգուցե իրան հարցնեք դա։ ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել։ Կան բաներ, որ ակնհայտ մենք տեսնում ենք եւ հետո հակառակն ենք տեսնում, չեմ կարող որևէ բան ասել։ Իմ Արցախս հանձնեցին, հա։ Կալանավորում հետո ինչ։ Դե կարծում եմ դա ինչ որ նպատակ ունի։ Խնդրում եմ շատ խորացված ինձ հարցեր մի տվեք։ Ես ուղղակի այստեղ եմ մինչև վերջ լինելու պարոն Կարապետյանի կողքին։ Շատ շնորհակալ եմ, մերսի։